26 հունիսին Հայաստանում ընտրություններ են լինելու, որոնք այս գործընթացի մի կարևոր հատվածն են լինելու, նկատի ունի թրիփի եւ խաղաղության։ Մենք տեսնում ենք, որ հասարակության մեջ սոցհարցումներով Փաշինյանը առաջատար է։ Այս հարցում աջակցում ենք նրա կառուցողական դերակատարությանը։ Անհրաժեշտ է, որ այդ գիծը, այս կամքը շարունակվի։ Որտեղ էր այդտեղ ձեր ասածի մեջ, որ իրանք 26 թվին։ Վերջակ մի հատ նորից կարդացեք։ Նշանակում է աջակցում է, որ Փաշինյանը շարունակի մնալ իշխանության, որպեսզի այդ գիծը շարունակի։ Իսկ հասարակություն բառը ինչի հանեցիք այդտեղ ձեր ասածը։ Բայց կարդում եք տեքստը, տեսնում եք, մի հատ ռուսերեն տենց արտահայտություն կա, չեմ ուզում միջև վերջ մեջ բերել, ասում смотришь в книгу, видишь то, что тебе надо։ Եթե օրինակ սոցիալներում ներողություն եմ խնդրում։ Մարդը բառացի ասում է, որ հանրությունը աջակցում է այն գործընթացին, որը որ գործող իշխանությունը տանում է առաջ։ Որտեղ է հանրություն եւ իշխանություն բառակապակցության մեջ իր աջակցությունը 2026 թվականի ընտրությունների։ Ուզում հասկանամ, որտեղ եք դուք դա։ Ամեն դեպքում համակարգություն, Ինչի հետ հասարակության Հայաստանի Հանրապետությունում անցկացված սոցհարցումների Հայաստանի Հանրապետության հանրության մեծամասնության կարծիքի հետ լուրջ։ Բայց այդ ինչ հարցումներ են իրան տրամադրվել։ Մենք ներսում մի րոպե, դա այլ հարց է, թե ինչ են տամ, ես չգիտեմ ինչի մասին է խոսքը, ես չգիտեմ, բայց հələ մի հատ վերադառնանք ձեր ասածին, Օզանա ջան, դուք ինձ ուրիշ բան եք ասում։ Հիմա նորից կարդացեք, խնդրում եմ։ Այն հատվածը, որ նոր կարդացիք։ 26-ին նոր նույն հատվածը, բառացի նույն հատվածը։ Դա եմ ասում, ամբողջական կարդամ։ Այո, նույն 26 հունիսին Հայաստանում ընտրություններ են լինելու։ Այո, մի րոպե, ստոպ, այստեղ արձանագրում է 26 հունիսին ընտրությունները, բոլորը դրա մասին գիտեն։ Անցանք առաջ։ Որոնք այս գործընթացի մի կարևոր հատվածն են լինելու։ Տրիպի մասին է խոսքը, որը կարևոր հատված է, այո։ Տրիպը հիշեցնում եմ ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջև պայմանագիր է։ Անցանք առաջ, հետո Էրդողանին դուք թարգմանել եք, Ֆիդանն է այդտեղ խոսում, եւ Ֆիդանին թարգմանել եք դուք եւ սխալ եք թարգմանել, հիմա փորձում եք արիրակ։ Հիմա անում ենք դա, անում ենք։ Շարունակեք, անցանք։ Մենք որ հասարակության մեջ սոցհարցումներով Փաշինյանն առաջատար է։ Մենք տեսնում ենք, որ հասարակության մեջ, այսինքն Հայաստանի Հանրապետության ժողովուրդը նույն կարծիքը ունի, ինչ որ վարչապետ Փաշինյանը շարունակի։ Այս չգիտեմ ոնց են տեսնում, հիմա կարծիքը ասում է, ուզում եք ասեք դա հիբրիդ խառնվել է, որ ասում։ Ես ես ասեմ, մեր հարցումներով էլ է տենց։ Մեր հարցումներով էլ է տենց։ Չէ, դժվար։ Ասեք։ Էլի շարունակեմ։ Այս հարցում աջակցում եմ նրա կառուցողական դերակատարությանը։ Որ հասարակության հետ ինքը նույն ձևի, նույն տրամաբանության մեջ է։ Այդ որտեղ 26 թվականի ընտրություն կտակ։ Նախորդ նախադասության վերջներ, երբ որ օրներ ասում։ Էսա ձեր լրատվության, մեկնաբանության սայա, այն լրատվության որակը, որով դուք ներողություն, դուք ձեր ասացիք, թողեք ես ավարտեմ։ Բայց չեմ ավարտել։ Հետո կասեք, ես տեղ չեմ գնում։ Սա է այն որակը, որով որ դուք փորձում եք հիմա մանիպուլյացիաների միջոցով հանրությանը, որ 26 թվականի մասին ասում է այսինչ թվին ընտրությունները, նախորդ նախադասության վերջը բերում եք կպցնում եք, առաջին ասում է աջակցում է, դուք հարցը սկսեցիք այն բառից, որ ինքը ասում է, որ 2026 թվականին ինքը աջակցում է։ Ինչ վերաբերվում է ընդհանուր այս ասածին, շնորհակալություն եմ հայտնում Թուրքիայի արտաքին գործերի նախարարին եւ բոլոր այն մեր տարածաշրջանային գործընկերներին, որոնք աջակցում են Հայաստանի Հանրապետության, հանրության մեծամասնության խաղաղության գնալու եւ առևտուր անելու, ինչպես նաեւ տրիպի շրջանակներում այդ առևտուրը զարգացնելու կոչերին շնորհակալություն եմ հայտնում հարգելի գործընկերներ։ Դե հիմա էլ ինձ ներկայացրեք, որ ես էլ իրանց բան եմ արել, շնորհակալություն եմ հայտնել։ Դրանք ինչ կլինի դրանից հետո։ Սիմոնյան ԿՊ վարչությունը ավարտեց, պատգամավորներին ընտրելու այդ ավարտել։ Ինչ սկզբունքով եք այս անգամ առաջնորդվել վարչությունը, ում է նախապատվությունը տալու։ Դե տեսեք, շատ կուսակիցներ, հիմնականում մարդիկ են, ովքեր որ կուսակցական են եւ որոնց որ մենք ճանաչում ենք, նաեւ կուսակցական գործունեության, ինչպես նաեւ պատգամավորների գրեթե մեծ 99%-ը բացի մի քանի հոգուց նույնպես դիմել էին եւ գիտեք ինչ պետք է ասեմ, որ բոլոր որոշումները 99% որոշումները կայացվել են համարյա կոնսենսուսով, այսինքն ամենամեծ տարբերությունը երևի եղել է 2-3 դեմ մնացածը կողմ կամ հակառակը տրամաբանության մեջ եւ շատ դրական, ճիշտ է, ծանր, դժվար 6, 7, 8 ժամով նստած ենք եղել
մի սենյակում, շատ բավականին լավ գործընթաց էր։ Նոր դեմքեր կլինեն։ Շատ հետաքրքիր։ Դե դերասանների մասին խոսքը որն է, կա մի հաղորդավար, եթե չեմ սխալվում, հա, որ հանրային հեռուստատեսությամբ ինչ որ ծրագիր է վարում, ճիշտ ասած, հա, եթե չեմ սխալվում, ուրիշ որևիցե